Բարև ձեզ, ով կպատկերացներ, որ կգա օրը, երբ Լուկաշենկոն կխոստովանի մեղքը Զելենսկու առջև իր ցինիկ պահվածքի համար։ Իդեպ ծնկի գալու հաջորդ դրվագին սպասում են Հայաստանում, որտեղ չեն մոռացել Լուկաշի հիացմունքը Ալիևին, երբ Արցախն էր կործանվում։ Բայց նողկալին միայն դա չէ։ Երբ Զելենսկին Երևանում մասնակցեց եվրոպական հավաքին, ռուսական պրոպագանդան մինչև հիմա թույն է արտադրում Հայաստանի հանդեպ։ Բա հիմա Լուկաշի գնացքից թռնելը Ուկրաինայի դեմ պատերազմին չմիանալու այդ խղճուկ մեղայականով չեք տեսնում։ Բա հավատարիմ Բելարուսի նվաստացումը թույնի մի կաթիլ էլ չի առաջացնում։ Իսկ որ Զելենսկուն Կրեմլը հրավիրում է Մոսկվա բանակցելու, հիմա որն է արտարոտ, Զելենսկուն Երևանում դիմավորելը թե Մոսկվայում։ Ուկրաինայի նախագահին ամենօրյա ռեժիմով հայոյողը կարող է նրան Մոսկվա հրավիրել, որովհետև ռուսական շահը վեր է ամեն ինչից, իսկ Երևանը պետք է մերժեր Զելենսկուն հանուն ռուսական ամբիցիայի, որ չասեին մեր թշնամին, մեր դաշնակցի տանը իրեն հայտարարություն է թույլ տալիս։ Ռոսսելխոզնadzորի ղեկավարը դրա համար է ստում, թե Հայաստանի ծննդամթերքի ներմուծման մասսայական արգելքը քաղաքական չէ։ Եթե այդ ճնշումը քաղաքական չլիներ, Փարիզում հիմա ջերմուկ չէին խմի։ Մեր ծիրանն էլ չէր հասնի Ուկրաինա, իսկ հայկական ծնեբեկը Սինգապուր։ Հաջողություն։